Ձայնը տրվում է Դավիթ Շահնազարյանին։ Սիրելի ժողովուրդ, սիրելի համախոհներ, վստահ եմ հիմա որևէ մեկը չի կասկածում, որ հաղթելու ենք, եւ որ այդ հաղթանակը արդեն շատ մոտ է։ Սիրելի հայրենակիցներ, երեք տարի առաջ այս օրը իշխանությունը իրականացրեց բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում նաև առնվազն 10 սպանություն։ Պարոն Քոչարյանը խոսեց այդ ամենի մասին, ես հիմա ուզում եմ կարճ անդրադառնալ միջազգային հանրության եւ մասնավորապես Եվրոմիության արձագանքին այդ ամենին։ Մարտի 1-ի առավոտյան դեպքերից հետո, երբ հերոսակախմբերի նման հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա, ավերեցին վրանային ճամբարը եւ ժողովրդին քշեցին հալածելով Միասնիկյանի արձանի մոտ, այդ դեպքերից անմիջապես հետո մինչև երեկոյան դեպքերը Եվրոմիության նախագահությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է, ես մեջբերում եմ անում, Եվրոմիությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի հետ ընտրական վիճակով, մասնավորապես, որ իշխանությունը ուժ է գործադրել ցուցարարների դեմ, կան վիրավորներ ցուցարարների մեջ, այնուհետև նույն հայտարարությունում Եվրոմիությունը իր խոր մտահոգությունն է հայտնում ընդդիմության առաջնորդ եւ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժի ազատության սահմանափակմամբ, ցուցարարների ազատազրկմամբ եւ կոչ է անում նրանց անհապաղ ազատ արձակել։ Եվրոմիության նախագահությունը նաեւ այդ նույն հայտարարությամբ կոչ է անում միայն խաղաղ եւ ժողովրդական ձևեր կիրառել եւ անհապաղ սկսել երկխոսություն։ Մի անգամ էլ հիշեցնում եմ, այս հայտարարությունը Եվրոմիությունն ընդունեց մարտի 1-ի առավոտյան դեպքերից հետո։ Եվ ի հեճուկս Եվրոմիության այս հայտարարության Հայաստանի իշխանությունները Երևան մտցրեցին բանակային ստորաբաժանումներ։ Ինչպես հետագայում պարզվեց, այդ արդեն բոլորին հայտնի հույժ գաղտնի 0038 հրամանով, ինչը ինչպես ասվեց սահմանադրության կոպիտ ոտնահարում է։ Իսկ ուշ երեկոյան արդեն գիտեք, գործի դրվեց հրազեն, սպանվեց 10 մարդ, սադրիչ գործողություններ ձեռնարկվեցին իշխանության կողմից, հրկիզվեցին ավտոմեքենաներ, խանութներ։ Մարտի 5-ին, 2008 թվականի մարտի 5-ին, Եվրոմիությունը երկրորդ անգամ արտահայտեց իր, նորից մեջբերում եմ, խորը մտահոգությունը Հայաստանի իրավիճակով, դատապարտեց մարտի 1-ի բռնությունները, որի արդյունքում մարդկային կորուստներ եւ բազմաթիվ վիրավորներ են եղել։ Եվ Եվրոմիությունը կոչ արեց Հայաստանի իշխանություններին ազատ արձակել այն քաղաքացիներին, որոնք ազատազրկվել են իրենց խաղաղ հավաքների իրավունքից օգտվելու համար։ Եվրոմիությունը նաև խորհուրդ տվեց Հայաստանի իշխանություններին սկսել մարտի 1-ի դեպքերի անկախ քննություն։ Մինչ այդ ընդդիմությունը արդեն պահանջել էր միջազգային քննություն մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ։ Եվրոմիության այս հայտարարությունից բխող որևէ քայլ իշխանությունները նույնպես չարեցին։ Եվ Եվրոմիության երրորդ հայտարարությունը արդեն մարտի 12-ին հերթական անգամ իր խոր մտահոգությունն է հայտնվում շարունակվող ձերբակալությունների կապակցությամբ։ Եվս մի անգամ Եվրոմիությունը կոչ է անում ազատ արձակել այն քաղաքացիներին, որոնց ազատազրկումը կապված է նրանց քաղաքական գործունեության հետ եւ զերծ մնալ ընդդիմադիր լիդերների հետագա ձերբակալություններից։ Եվ մի անգամ եւս
կրկնում է անկախ քննություն անցկացնելու իր պահանջը։ Սիրելի հայրենակիցներ, մենք պահանջում էինք միջազգային քննություն, որովհետև որևէ կասկած չունեինք, որ այս իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի պարտակեն իրենց կատարած հանցագործությունները։ Ստեղծվեց պարլամենտական այն ողորմելի հանձնաժողովը, որին նույնիսկ Եվրամիությունը բացասական պատասխան տվեց։ Եվ միակ քայլը, որը արվեց, այդ մասին խոսվեց արդեն, փաստահավաք խումբն էր, որը ոչ միայն բացահայտեց սպանություններից մի քանիսը, այլև ընդհուպ մոտեցավ մարտի 1-ի ոչրագործությունների ամբողջական բացահայտմանը եւ հենց դրա պատճառով էլ Սերժ Սարգսյանի կողմից այդ խումբը լուծարվեց։ Մենք որևէ հույս չենք ունեցել, մի անգամ էլ կրկնում եմ, որ այս իշխանությունները քայլ են անում։ Եվ այսօր մենք մի անգամ եւս վերականգնում ենք մեր պահանջը մարտի 1-ի դեպքերի միջազգային քննություն։ Առաջին հերթին մեր այս պահանջը մենք ուղղում ենք Եվրամիությանը եւ միջազգային այլ կառույցների։ Եվ ինչքան շուտ անի այդ քայլը միջազգային հանրությունը եւ հատկապես Եվրամիությունը, այնքան լավ իրեն համար, որովհետեւ անկախ նույնիսկ նրանց քայլերից այդ միջազգային հանձնաժողովը ստեղծվելու է։ Եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում, երբ Հայաստանում կլինի ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որովհետև ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը արդեն որպես իշխանություն կդնի այս իր պահանջը միջազգային հանրության առաջ։ Եվ հիմա մենք ինչ ուղով ենք գնալու դեպի դա, ինչպես ենք Հայաստանում ունենալու ժողովրդի իշխանություն, միայն եւ միայն արտահերտ ընտրությունների միջոցով, եւ ուզում եմ ավելացնել, որպեսզի որևէ մեկիդ մոտ որևէ ցուրըմբռնում չլինի, արտահերտ նախագահական ընտրությունների միջոցով։ Եվ մենք ունենանք իշխանություն, ընտրություններով, ժողովրդի քվեն ստացած իշխանություն, որը կապահովի մեր անվտանգությունը, մեր բարեկեցությունը, մեր արժանապատվությունը, ազատ անկախ Հայաստան։ Շնորհակալություն։